Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Դեկտեմբերի 8 Սակայն Սարդիկեում անգամ մի քանի անուններ կան, որ չեն կեղտոտել իրենց հագուստները և ճերմակ հագուստով շրջելու են ինձ հետ, քանի որ արժանի են։ Հայտնություն 3:4 Այս համարը առնչվում է արդարացմանը։ Նրանք քայլելու են ճերմակ հագուստներով և վայելելու են հավատքով արդարացման անվերջանալի զգացումը։ Նրանք գիտակցում են իրենց վերագրված Քրիստոսի արդարությունը, որ իրենք սրբված են և նոր եկած ձյունից ճերմակ են։ Մեր համարը առնչվում է նաև ուրախությանը, քանի որ ճերմակ հագուստը հրեաների մոտ տոնական հագուստ էր համարվում։ Իրենց հագուստները չկեղտոտվածները միշտ քայլելու են պայծառ դեմքով։ Նրանք կհասկանան, թե ինչ նկատի ուներ Սողոմոնը, երբ ասում էր. «Հացդ ուրախությամբ կեր ու գինիդ ուրախ սրտով խմիր, քանի որ Աստված հիմա գործերդ ընդունում է։ Թող քո հանդերձները միշտ ճերմակ լինեն»։ Ժողովող 9:7-8 Աստծուն հաճելի դարձած մարդն ուրախության ճերմակ հագուստներ է կրելու, գտնվելով Հիսուս Քրիստոսի հետ քաղցրանուր շփման մեջ։ Ուրեմն որտեղից այսքան կասկած, տառապանք ու ցավ։ Արդյոք ոչ այն պատճառով, որ շատ հավատացյալներ հագուստներն ապականում են մոլորություններով ու մեղքերով։ Այսպիսով նրանք կորցնում են իրենց փրկության ուրախությունը, Հիսուսի հետ բերկրալի շփումը և հետևաբար չեն քայլում նրա հետ ճերմակ հագուստներով այս երկրի վրա։ Մեր համարը առնչվում է նաև Աստծո գահի աջ ճերմակ հագուստներով քայլելուն։ Երկրի վրա հագուստները չկեղտոտվածներն անպայման ճերմակ են լինելու երկնքում, որտեղ ամբողջությամբ ճերմակ հանդերձավորված սրբերի բազմությունը անդադար ալելույա երգելու Բարձրյալ Աստծուն։ Նրանց ուրախությունն անպատմելի է լինելու, երջանկությունը աննկարագրելի, երանությունը աներևակայելի։ Այս ամենը նրանց տրվելու է բնավ ոչ ըստ արժանիքների, բոլորովին ոչ գործերի հիման վրա, այլ բացառապես Աստծո ողորմությամբ։ Նրանք պիտի Հիսուսի հետ շրջեն ճերմակ հագուստներով, քանի որ նա նրանց արժանի է դարձրել։ Իրենց փառավոր Փրկչի հաճելի ընկերակցության մեջ նրանք խմելու են ջրերի օրհնյալ աղբյուրներից։